Շնորհակալություն։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք ձեզ այստեղ ողջունելու համար։ Շնորհակալ ենք, որ եկել եք եւ կանգնել եք մեր կողքին, մեր պետության զարգացման նպատակով։ Եկեք խոսենք մի փոքր կրթությունից, ես կփորձեմ ձեզ չհոգնեցնել։ Թերևս կրթությունը ամենակարևոր գործոնն է Հայաստանի պետականության զարգացման համար։ Այսօր մենք տեսնում ենք կրթական համակարգ, որը լի է բարեփոխումների մասին ելույթերով, բայց իրականում ներսից քայքայվում է։ Մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչ բարեփոխվում է։ Փոխվում են գնահատման ձևերը, քննական կարգերը, կառավարման մոդելները, բայց եկեք ասենք, որ ամեն փոփոխություն դա դեռևս բարեփոխում չէ։ Հանրակրթության արդյունավետ զարգացման, կրթության հասանելիության ընդլայնման եւ որակի բարձրացման այս արտահայտության շղարշի ներքո մեր բոլոր մարզերում, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, այդ թվում նաեւ մեր համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող գյուղերում փակվում են դպրոցներ։ Եկեք թվենք մի քանիսը։ Օրինակ, Սյունիքում 50 դպրոց, Շիրակում 48 դպրոց, Լոռիում 47 դպրոց եւ այդպես շարունակ։ Վառ օրինակներից մեկը թվեմ։ Վառ օրինակներից է Սյունիքում Դավիթ Բեկի միջնակարգ դպրոցը, որտեղ կրթություն է ստացել մեր առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը Արամ Մանուկյանը։ Այո, այս դպրոցը եւս մտնում է այդ ցուցակի մեջ։ Չեմ խոսում, որ այդ դպրոցը պետք է դառնար պատմամշակութային կենտրոն եւ կոթող մեր հայրենակիցների ապագայի համար։ Այսպես, Հայաստանի Հանրապետության այս դպրոցի սաները պետք է հաճախեն Արծվանիկի միջնակարգ դպրոց։ Արդյոք համագյուղացիները, բնակիչները համաձայն են այս որոշման հետ։ Իհարկե ոչ։ Ասեմ ձեզ ավելին, շատերը որոշել են իրենց երեխաներին ընտանիքներով տեղափոխվել Կապան եւ այնտեղից մատչելի է ճանապարհը եւ մնացածը հասկանալի է։ Ինչ ասեմ, սա ուղղակիորեն բնակավայրերի դատարկում է։ Դպրոց փակելը նշանակում է գյուղը դատարկել։ Գյուղը դատարկել նշանակում է մեր սահմանները թույլատրել։ Սա արդեն ազգային անվտանգության հարց է։ Մենք ասում ենք, սահմանը սկսվում է համայնքից, իսկ համայնքը դպրոցից։ Որն է մեր առաջարկած լուծումները։ Եկեք տեսնենք։ Նախ դադարեցնել դպրոցների կույր օպտիմալացումը, անգամ չի քննարկվում տարական դասարանի աշակերտների տեղափոխումը այլ խոշորացված դպրոցներ։ Դպրոցների կառավարման հարցը դիտարկել կրթական եւ տնտեսական համադրելի քաղաքականության համատեքստում, հնարավորինս ստեղծել, որպիսի գյուղը զարգանա եւ գյուղի բնակչության համար գյուղը լինի ցանկալի ապրելու համար եւ շահավետ։ Եկեք խոսենք ավագ դպրոցից։ Բացահայտում չենք անի, որ ասենք ավագ դպրոցը չի կայացել հայրենակիցներ։ Սա վաղուց լուրջ խնդիր է դարձել թե սաների, թե ծնողների, եւ թե առհասարակ կրթական համակարգի համար։ Ավագ դպրոցը դարձել է մի միջավայր, որտեղ սովորեցնում են չսովորել։ Եթե մենք ձախողում ենք դպրոցում, մենք ձախողել ենք բոլոր պետական համակարգերում, այդ թվում նաեւ դրսում, թե որպես պետություն եւ թե որպես հասարակություն։ Մենք պետք է դադարենք դպրոցը դիտարկել որպես աշակերտին փողոցից կտրելու միջոց։ Ավագ դպրոցի առաջացրած բոլոր խնդիրներին ավելացել է նաեւ մեկը։ Դա նա է, որ աշակերտները նախընտրում են աշխատել, քան կրթվել։ Եվ աշխատել ոչ թե փորձառություն ձեռք բերելու համար, այլ նրանք աշխատում են սեփական, սոցիալական եւ ընտանիքի լուծը վերցնելու համար։ Հաճախ տարբեր ցուցանիշներով դուրս մնալով հանրակրթությունից։ Եկեք տեսնենք որն է մեր լուծումը։ 11 գումարած 1 ճկուն մոդելը։ 9 տարի հիմնական կրթությունը պարտադիր, սիրելիներ, 2 տարի ավագ դպրոցը նույնպես պարտադիր, այ գումարած 1 տարին կարող է լինել հնարավորություն է տալիս ընտրել։ Տեսնենք ինչ է սա։ Ավագ դպրոցում սովորողը կարող է ընտրել կուտակել բուհական կրեդիտներ, որոնք կնպաստեն բուհին անմիջապես ինտեգրվելուն։
Կամ նա կարող է ընտրել մեկ այլ տարբերակ, ընտրել միջին մասնագիտական որևէ կողմնորոշում եւ դա կարող է լինել վեբ դիզայնից սկսած մինչեւ վարսահարդար։ Ավագ դպրոցում սովորելու այս մեթոդը անմիջապես ինտեգրվելու է մեր երիտասարդները հնարավորություն են ունենալու շատ արագ աշխատաշուկա մտնել։ Այսինքն հեշտությամբ ձեռք բերել աշխատանք։ Եվ այս մեթոդը շատ կիրառելի կլինի մեր այն տարածաշրջաններում, որտեղի դպրոցներից քոլեջները հեռու են գտնվում։ Փորձեցի խոսեմ կարճ, որպեսզի չհոգնեցնել, ճիշտն ասած տեքստը շատ է կրճատեցի ներողություն։ Խոսենք ուսուցիչների մասին։ Եթե ուսուցիչները համայնքում ժամանակին բարոյական եւ իմաստության խորհրդանիշ էին, այսօր նրանք դարձել են սոցիալական եւ հանրային դաշտում խոցելի եւ զրկվել են արժանապատիվ լինելուց։ Այսօր շուրջ 9600 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորումը, որի համար պահանջվել է 5 տարի։ 5 տարի։ Դա կազմում է ուսուցիչների մոտավորապես 1/3-ը։ Փաստացի ստացվում է, որ համակարգի մեծ մասը աշխատում է առանց բավարար խրախուսման եւ առանց իրավական մասնագիտական ոգեշնչման։ Հարգելիներ, ուսուցչի մեկ դրույք աշխատավարձը կազմում է 110-ից 120 հազար դրամ։ Դա 2 անգամ ցածր է երկրի միջին աշխատավարձից։ Իսկ եթե այս պարագայում խոսենք, որ ուսուցիչներից շատերը աշխատում են, գրեթե 1/3-ը աշխատում է կես դրույքով, ստացվում է այդ աշխատավարձի ուղիղ գրեթե կեսը։ Պատկերացնում եք։ Այո։ Ցավալի է, բայց ազնիվ կլինի խոստովանել, որ մեր ուսուցիչներից շատերը օրական նվազագույն զամբյուղը նրանց կազմում է 1000 դրամից պակաս։ Մինչդեռ պետական համակարգի բարձր վերնախավը ստանում է, լսել ենք, ինչպիսի պարգևավճարներ։ Վատագույնը խոսեցինք, եկեք տեսնենք ինչ են առաջարկում մեզ միասնության թևերը այս հարցում։ Սկսենք նրանից, որ կրթական հիմունքների կրթության ֆինանսավորումը կհասնի համախառն ներքին արդյունքի առնվազն 5%-ը։ Պետության աջակցությամբ կընդլայնվեն ուսուցչի պատրաստման եւ մասնագիտական զարգացման հնարավորությունը։ Կամավոր ատեստավորումը չհաղթարած ուսուցիչները հավելյալ մասնագիտական աջակցություն կստանան։ Այո, ուզում եմ ասել, որ ատեստավորումը չհաղթարած արդյունքում ուսուցիչները եւ ոչ մի ուսուցիչ համակարգից դուրս չի մնալու։ Սիրելիներ, համընդհանուր ներառությունը մեր կրթական քաղաքականության առաջնահերթությունն է։ Եվ ոչ մի երեխա սոցիալական եւ բարեհոգեբանական պատճառներով հանրակրթությունից դուրս չի մնալու։ Այսօր մարզերում թափուր հաստիկներ կան եւ այդ հաստիկներից շատերը սահմանամերձ գյուղերում են։ Գյուղական համայնքում աշխատող ուսուցիչների նրանց ունեցած հնարավորություններին պետք է ավելացվեն արտոնյալ կամ 0%-ով եւ հիփոթեկային եւ սպառողական վարկեր, երիտասարդ ուսուցիչների համար մեկնարկել ֆինանսական աջակցություն, 5 տարի եւ ավել աշխատելուց հետո համայնքում տնամերձ հողամասի տրամադրում կամ միանվագ ֆինանսական աջակցություն։ Եվ թերևս ինձ համար սիրելի եւ ընդունելի կետը դա արական սեռի մանկավարժների վերադարձը դպրոց։ Այո, աշակերտները պետք է դպրոցում տեսնեն նաեւ տղամարդ ուսուցիչ, որպես հեղինակություն եւ օրինակ։ Եվ ուրեմն գյուղական ուսուցիչ ծրագրի վերադարձ։ Պայմանը պարզ է։ Բուհը ավարտելուց հետո երիտասարդ տղաները հնարավորություն կունենան աշխատել սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրում գտնվող դպրոցներում։
Պետությունը դրա դիմաց կտրամադրի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հնարավորություն եւ սոցիալական աջակցում։ Հարգելիներ, այս մեթոդի ներդրումը մեզ միանգամից լուծում է 3 հարց. ուսուցիչների պակասի լրացումը, երիտասարդ մանկավարժների կայացում եւ ինձ համար եւ բոլորիս համար ամենակարևոր կետը դա սահմանամերձ համայնքների զարգացում եւ պահպանում։ Խոսենք մի փոքր բուհից եւ ձեզ չձանձրացնենք։ Բուհերը պետք է ունենան իրական ինքնավարություն եւ ակադեմիական ազատություն։ Մարզի երիտասարդները բուհում սովորելու համար ստիպված չեն լինելու հասնել Երևան քաղաք։ Բուհերի իմաստավորված խոշորացման արդյունքում մենք ունենալու ենք 3 խոշոր կենտրոններ։ Երևանը որպես ազգային գիտական կառավարման կենտրոն, Հյուսիսում Վայոց ձոր Գյումրի կրթական եւ տեխնոլոգիական կենտրոն, Հարավում Գորիս եւ Կապան ռազմավարական կրթական հենակետեր։ Պետական բուհերում մանկավարժական, գյուղատնտեսական, բնագիտական, ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտությունները լինելու են լիովին անվճար։ Կրկնում եմ, լիովին անվճար պետականության հոգավածության ներքո։ Առավել ուշադրություն կհատկացվի գիտահեն նորարարությանը եւ արհեստական բանականության հիմքերով գիտելիքների կարողությունների ձևավորմանը։ Համալսարանները պետք է դառնան մեր այն կենտրոնները, որ մենք ունեցել ենք, շարժիչ ուժ։ Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ ասել, եթե մենք այսօր ձախողում ենք կրթությունում, դպրոցում, մենք ձախողելու ենք բոլոր համակարգերում, բոլոր, հավատացեք, այդ թվում դրսում։ Եվ ուրեմն եկեք ձևակերպենք հստակ 3 արտահայտություն։ Մեր դպրոցը դա մեր սահմաններն են, մեր ուսուցիչները մեր հենարանն են, եւ մեր կրթությունը դա մեր ապագան է։